Բարեգեսոր բոլորիդ, ուրախ ենք, որ Աստված անգամ ևս մեզի հոս հավաքեց։ Մենք պիտի շարունակենք մեր սերտողությունները միավորելով երկինք ու երկիրը, Քրիստոսը, Փիլիպպեցիներուն եւ Գողոսացիներուն գիրքերուն մեջը աս սերտողությունն է։ Այս շաբաթ պիտի շարունակենք Փիլիպպեցիներուն գիրքը, երկրորդ գլուխը հասած ենք, որ պիտի սերտենք։ Սերտողությունը սկսել են առաջ, պիտի աղոթենք։ Երկնավոր փառավորյալ Սուրբ Հայր, շնորհակալ ենք Տեր, որ դու այսօր ալ մեզի կյանք տվիր եւ հավաքեցիր քու խոսքիդ շուրջը։ Տեր, կխնդրենք քու Սուրբ Հոգիդ, որ մեզի դաս, գարնանք քու Սուրբ Հոգիդ մեզի սորվեցնե եւ Սուրբ Հոգիով դա գարնանք սորվիլ Հայրիմ։ Մեր սիրտերուն մեջը դու եղիր։ Հիսուսի անունով խնդրեցի։ Ամեն։ Մեր համարն է, որ պետք է անկիր սորվինք, եթե սորվինք, լավ գլա, մեր ուղեղներուն համարը լավ է, Փիլիպպեցիս 2:2 Կարդանք։ Իմ ուրախությունս դուք լեցուցիք, նույն խորհուրդը ունեցեք, միևնույն սերի մեջ ունենալով, մեկ շունչ, մեկ մտածում։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն այս շաբթվա որ 4-րդ տասը հասած ենք, ասե միապանություն խոնարհության միջոցով։ Դա քրքիր է, չէ՞ որ խոնարհության մասին լսեցինք հիմա քարոզին մեջը, որ խոնարհ պետք է լանք, եւ այսօրվա տասն խոնարհության մասին է։ Աստծո հոգին միշտ նույն բաներու մասին մեզ գուզե որ լավ սորվեցնե։ Միասնությունը ուժ է։ Միապանությունը, այսինքն ուժ մնե։ Ճիշտը իմանա նույնը չէ, ինչպես որ անիգա անելը։ Գոնե ամեն մարդ շիդագը գիտնե ինչ է, բայց չեն աներ։ Ուրեմն Պողոս առաքյալը շարունակելով գրելու Փիլիպպեցիներուն գցանգա, որ անոնք միաշունչ ըլան, միախորհուրդ ըլան։ Այսինքն երբ որ շիդագը գիտեն, ամենն ալ ուզեն այդ շիդագը անել, աս գլուխին նպատակը։ Ուրեմն Պողոս առաքյալը միասնության անհրաժեշտությունը կհիմնավորե Հիսուսի ուսմունքով եւ օրինակով։ Ուրեմն, երբ որ սկիզբը գնայինք մեր դիեզերքին բաժանումը, երկինքին մեջ եղած բաժանումը, որ եղավ, որ ծագեցավ, մեկ հրեշտակի հբարդութենեն եղավ։ Եվ ամբողջ երկինքը իրարու անցուց բաժանում մեջտեղ բերավ։ Բայց Քրիստոս եկավ, որպեսզի այդ բաժանումեն մեզի ետ միապանե իրեն հետը։ Ուրեմն ինչ բերավ այդ մեկ բաժանումը թշկողություն, Աստծո նախագիծեն ավելի բարձր բարձրանալու ուզեցինք իրեն բաներ մհնարեց, այդ միջոցով այդ հբարդության եւ ինքզինքը բարձրացնելու միջոցով բաժանում բերավ։ Իմանայինք, որ Հիսուս բայց մեզի ինչ բերավ, ինչպես որ ասենք, կարդանք Փիլիպպեցիս 2:1-3 համար։ Արդ եթե Քրիստոսո մխիթարություն մգա, եթե սիրո սփոփանք մա, եթե հոգին հաղորդություն մա, եթե քծություն ու ողորմություն մա, իմ ուրախությունս դուք լեցուցեք, նույն խորհուրդը ունեցեք, միևնույն սերը ծեր մեջ ունենալով, մեկ շունչ, մեկ մտածում, բանը քրքրությունով կամ սնաբարձությամբ մի անեք, հաբա խոնարհությունով մեգыз մեկ ծեր անցին լավ սեվեցեք։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն հարցը այս է, ինչպես կրնանք հասնել միապանության։ Ինչ անենք, որ միապանը լանք, եւ Պողոս առաքյալ Փիլիպպեցիներուն գիրքին մեջը մեկ կսե։ Մխիթարությունը Քրիստոսով է, եթե սիրո սփոփանք մգա, քտություն կամ ողորմություն, ուրեմն միևնույն սերը ունեցեք։ Ուրեմն գուքա սիրո վրա։ Պողոս առաքյալը անշուշտ հիասթափություն տեսած էր, որ իր հիմնած եւ իր սիրած մեկ եկեղեցին մեջը բարակտություն կա։ Փիլիպպեի եկեղեցին մեջը։ Սո հիմա Պողոս առաքյալը Փիլիպպեի եկեղեցին գկրե, քանի որ տեսավ, որ անոնց մեջը բարակտություն ելավ։ Փամը ցակեցավ, որ իրար մեջ սնաբարձություն եւ քրքրություն մեջտեղ բերավ ժողովրդի մեջը։ Անոր համար է որ գկրե իրենց, որպեսի միապանը լան։ Տեսավ անհանգստությունը, կուզե անոր թարմանումը։ Ուրեմն եսասիրական հավակնություններ արտահայտությունը կթարգմանվի էրիթեա, որն ավելի գսվի նախանցի եւ հագարակության։ Մենք մյուսին քիչ առաջացվեցավ,
կնախանցին եւ հագարակություն գելատկե իր ադոր մեջ։ Ու ասի ինչու համար է նախանց եւ հագարակություն, որովհետեւ Քրիստոսի կորձ որ առաջ պիտի երթալ, անիկը խաթարվի։ Խթանը լա, չգրնան առաջ երթալ։ Քրիստոսի խոսքը չգանան քարոզել, ասոր համար էր։ Ուր որ գաղսե նախանց եւ եսասիրություն, հոնգա անգարկություն եւ ամեն չարփան Հակոբոս 3:16-ի մեջ գրված է։ Ամփարդաբանություն, սին հբարդություն, սեփական անձի վերապերյալ ուրջացված պատկերացում։ Մեկը ինքնին շատ բարձր գսկա։ Մյուսներուն վրան անոնք իր մեծած են, ասի հբարդություն եւ սնաբարդություն է։ Եվ ճիշտ ասի որ սնաբարդություն մինեք, այլ խոնարհությունով մեգս մեկ ձեր անձը մյուսեն ավելի լավ սեբեցեք։ Ուրեմն 5 հատ բաներ գսեհոս, առաջին Քրիստոսով մխիթարություն։ Ուրեմն մեզի համար շատ կարևոր է Քրիստոսի օրինակը։ Ինչ որ Քրիստոսը դավ, Քրիստոսով մխիթարություն գա, Քրիստոսի օրինակը, որովհետեւ մեզի օգնե որ մենք մեր կյանքին մեջը հբարդությունով սնաբարդության յետևե չերտանք։ Երկրորդը սիրո մխիթարություն Գորտորը Հիսուս սիրեցեք միմյանց ինչպես ես ձեզ սիրեցի։ Հիսուս օրինակ տվա, որ ինքը մեզի սիրեց, դուք ալ իրարու սիրեցեք։ Երրորդը հոգի հաղորդակցություն, Սուրբ հոգի ներկայությունը կստեղծե քրիստոնեական սերտ հարաբերություն։ Եթե Սուրբ հոգի ներկայությունը չլա, մենք ասիկա չենք կնարնել, մենք մեր ուժով չենք կնարնել։ Չորրորդը հաշտություն կամ գարեկցանք։ Գարեկցանք ունենանք։ Թիմացին վիճակեն հասկանալով անոր գարեկցանք կունենանք կամ հաշտ կգենանք անոր հետը ինչպես անարակ որդին պատմության մեջ անարակ որդին եկավ հորը սիրտը անոր վրա գարեկցանք ունեցավ եւ ետ ընդունեց 5-րդը գսե ողորմություն այս որակը որ Հիսուսն է մեր օրինակը եւ այդ օրինակը ողորմության օրինակը որ դու արժանի չես Քրիստոս մենք արժանի չէինք որ հասած մեր տեղը մեռներ բայց Հիսուս եկավ մեր փոխարեն մեռավ անդիգա իրեն մեկ ողորմությունն է մեզի հանդեպ եւ 6-րդը համախոհություն միապանություն նույն սերը նույն միտք ունենալ թող ձեր մեջ լա այն խոհեմություն որ Քրիստոս Հիսուսի մեջ էր Փիլիպպոս 2:5 ուրեմն Հիսուսի միտքը երբ որ ունենանք գայլի աս միապանության հասնել Ինչ կորզնական քայլերու գոչ կնե Բողոսը եկեղեցի միապանություն ունենալու համար Ֆիլիպպեցիս 2, 3 եւ 4 3 եւ 4 համարները Բան մանյել ունի Ձեզ մի ամեն մեկը նույն միտքը թող ունենա, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծո կերպարանք ունենալու ապշտակություն մեջ չսեպեց Աստծո հավասար ըլլալը, ապա անձը ունայնացուց, ծարայի կերպարանք առնելով մարդոց նման ըլլալով և մարդու կերպարանքով։ Քիչ առաջ անցակ արզեմ Ինքսին խոնարեցուց մինչև իսկերներու հոժարեցա ու անալ խաչի մահապան։ Այո, չորրորդ համարակս է միայն ծեր անցերուն շահը մի պնդրեք, ատիկա որոնք հովներ չեմ կեր։ Հա, չորրորդ համարը։ Միայն ծեր անցերուն շահը մի պնդրեք, հապա ամեն մեկը իր ընկերինն է։ Այո, այդ չափը միայն։ Ուրեմն Պողոս արքիա 4 անգամ գսե գրտնե իր միտքը կործածելով դարբեր արտահայտություններ։ Ուզե նույնը ասել, միասյուն գծմի ոչ թե արդակին համացանքեն են, այլ ներքին վիճակեն։ Մեր միտքեն, մեր մտածելակերպը, մեր զգացմունքներ են։ Մարդը նախ միտքին մեջը պետք է ուզենա ադիգա անել, ինքնստինքյան չլար միապանությունը։ Հիսուսը գեյթորանա մեր մտքերուն եւ զգացմունքներն օրինակ, հարուստ երիտասարդ իշխանին կբնթե որ Երբ որ ասա որ իմ եդևես եգուր, ուզեց հավանական կյանքը ժառանգել։ Ասա որ եդևես եգուր, ինչ պետք է դեմ, ասա որ ինքը բահե, ինչ ասա երիտասարդը, բահեր եմ։ Ամեն բան բահեր եմ։ Ինքը իրեն աչքին շատ լավ գերևնար։ Միջև որ Հիսուս ցավոտ տեղին տբավ, ամեն բան վաճառե,
ունեցվածքը աղքատներուն դուր եւ նոր եգուր յետևես եւ ամիջապես յուս ըսկած անոր գապվածությունը գսե աշխարհի կորձերուն հետ որովհետեւ սրդեն դուրս կելնեն չար միտքեր, սպանություններ, շնություններ, բորնոգություններ, քողություններ, սուտ վկայություններ, հայություններ եւ որովհետեւ Պերանը սիրտին լյութենեն գխոսի ուրեմն Հիսուսը ասել որ մարդուն բաղձողը սիրտին մեջն է ինչ որ սիրտեն դուրս կելը դուրսեն չէ ուրեմն հիմա 3-4 համար արդեն կարդացինք 3 եւ 4-ը կարդացինք որ գսե ամեն մարդիր շահը թող չբդրը ապա իրեն գերիննալ մենք կսե շատ աղաջա խոսակցության ընթացքին հագված ենք եթե մեր պատասխանի վրան սակիսի միշտ ինձ գսե երբ որ բամ խոսիս մտի գրե մի մտածել ինչ պիտի պատասխանես նախ մտի գրե նախ մտի գրե մի խորհուրդ թե դու ինչ պիտի պատասխանես քանի որ երբ որ ադի գխոյս չես լսել որ ինչ ասավ ուրեմն ավելավ է կենտրոնանաս որ նախ գիտես որ թիմացին է ինչ կսե ինչու համար է քանի որ գուզես դու ինքնին առաջ քաշ հրել կամ քո շիրագը լալը ապացուցելու համար մտիկ չես ներ գուզես գտնա որ դու ինչ պիտի ասես եւ խոսապիլ այսպեսի բաներ մենք հնարավոր է մենք համաձայն չենք բայց լսելը եւ մյուսին դեսագետը հաստատցումը կարաչացնի առողջ հաղորդակցություն եւ վստահություն ցավոյել առաջի քայլ ուրեմն Պողոսը կխոսի նաեւ հոգի միության մասին եթե եկեղեցին վեճ կա գսե Սուրբ Հոգին չի գնա խաղաղեցնել այդ ճուրը եւ մեզ միասնության փերեն ստեղծելով ներթաշնագություն միայն Սուրբ Հոգին գնա անել վեճ կա Սուրբ Հոգին մի խնդրես որ կա սիդիտ մեջը խաղաղություն փերը նույն հավատքը Սուրբ Գիրքի նույն ըմբռնում ունենալը գփխի Քրիստոսի եւ անոր ուսմունքին իմացության են կենսական նշանակություն որովհետեւ մեր մեջ միասնությունը լա երբ որ Սուրբ Գիրքին նույն համարները միասին կգարտած եւ միասին նույնը գտնվի այնտեղ միասին համացայություն ունենաս երբ որ իրար հագարակ բաներ գլա չես կնար համացայնել ուրեմն վերջերս բամը հնարած են, որ գուզեն միտքիդ մեջը չիպ մտնել եւ իրենք լավ ցևով գուզեն օրինակ էպիլեպսիա ունեցողներուն համար եւ իրենց կնան կոնտրոլ անել բայց ինքը գուզեն նաեւ քո միտքդ կարդալ հադի աչափա լավ բամը չէ ինչ պետք ունի ինքը իմ միտքս գիտնալու աստված միայն թող գիտնա եւ ես եթե երբեմն այսինքն մարդիկ կուզեն անպայման հետաքրքիր են թիմացին միտ գնալ հասկանալու համար մենք անընդհատ տեղեկատվության մեջ ենք լուրերը անընդհատ մեզի մեր վրա գիշխեն ամեն վարքյան գնաս լուր մառնել մեր միտքը անընդհատ գողողվի ասեսակ բաներով եւ անշուշտ թե ադոնսմեն մեր միտքին վրա գթրոշմվին ինչ որ իրենք կուզեն անել ինչ որ շատ կթիդես ի վերջո ադոր կսկսի համացանել կամ ադոր հագամեդը լալ ադոր հետը լալ գնույնացվի քո մտածելակերպդ ուրեմն անգամ մեկ ասա որ ամենեն մեծ քարոզիչը TV-ն է քավոր TV-ն գլես ամեն ինչը հերոստացույցեն գարնես քո ամեն դեղեցությունը քո ֆիլմերը եւ այլն ինչ որ գտեսնած երեխաները ինչ որ գխաղան ամեն հատ է իրենք կսորվին ամեն մեծ քարոզն է ամեն վարքյան քեզի կքարոզ է ուրեմն պետք է որ մենք կարենանք Աստծո խոսքին հիման վրա ըլալ որչափ Աստծո խոսքը մեր միտքի մեջ ըլա որ մենք չկարենանք դարվել սխալ խաղապարները կամ սխալ մտածելակերպերը Ֆիլիպեցիս 2:5 համարը Սեսնի ամեն մեկը նույն միտքը թող ունենա, որ Քրիստոս Հիսուսի մեջ է։ Այո։ Մեկ բանը գա Հիսուսի հետ միասին, որ հատկանիշը գսե գրնան նպաստել մեր փիապանությանը, Քրիստոսի վրա նույն միտքը ունենալը։ Անիկա գտնպաստել որ մենք միապան ալանք։ Միայն Սուրբ Հոգի միջոցով գրնանք իսկապես ճաշտան ինքներս մեզ, քանի որ իր բնույթով մեզ սիրտը գխափե մեզի։ Այսինքն ինչ կնշանակի խափել, անհարթ, խորտուփորտ, որ գստիվե մեզի սայթակիլ։ Լայն իմաստով նշանակի խառնի խորն, ոլորաբդույթ եւ ձուր միտքեր։
Մենք պետք է վերափոխենք մեր միտքի նորոգությամբ, որովհետեւ քննենք Աստծո կամքը, թե որն է բարին, հաճելին ու գադարյալը։ Ասի շատ կարևոր է։ Մարդիկ կան, որ գսեն, սիրտդ ինչ կուզե անի երե, բայց սիրտդ կխաբե քեզի։ Ուրեմն պետք է դու գիտես, որ ինչ է շիրագը, որ այդ շիրագին համեմատ քալես, որ քու սիրտդ ադոր համեմատեցնես։ Ուրեմն ոչ չափ կարևոր է գսե Հիսուս Բողոսին հորթորին հետևիլ։ Ինչ որ ճշմարիտ է, ասիկա Փիլիպեցիս 4:8-ն է։ Ով ունի Փիլիպեցիս 4:8-ը? Okay, it's all right. Փիլիպես 4:8-ը։ Հա, Վերջապես եղբայրներ, ինչ որ ճշմարտությունով է, ինչ որ բարգեշտությունով, ինչ որ արդարությունով, ինչ որ մարդությունով, ինչ որ սիրով, ինչ որ բարի համբավով, ինչ առաքինություն եւ ինչ քովություն որ գա, անոնց մասին խորեցեք։ այո, շնորհակալ եմ։ Բարձորեն գսե, ասպաները կան, եթե բամը գա որ արդար է, անի խորիր, եթե բամը գա որ անարատ է, մաքուր է, անի խորիր, ինչ որ սիրելի է, ինչ որ բարեբաշտ է, կամ բարեհամբավ է, կամ բարեհամբյուր է, գեղեցիկ է, անո բաները մասին խորիր։ Դեքիղ բաները մեկ կողմտիր։ Մենք գիտենք Հիսուս կսե գադարյալ անմեղ էր, թեև ան փորձվեցավ մեզի պես, բավեց առանց մեղքի։ Ան երբեք մեղ չկործեց, նույնիսկ միտքին մեջը։ Ասի կարևոր է, նույնիսկ միտքով մեղ չկործեց։ Թեև որդի էր, չարչարանքներին հնազանդություն սորվեցավ։ Հիսուս հնազանդությունը հոր գամքին մեջ գադարյալ էր, երբեք չի եղած պահը, որ անհրաժարվի հնազանդվել են։ Փիլիպեցիս 2:5-8 Ով ունի հա 267 էջն է հա գարտա 5-8 267 էջ Որ մեկը 5-8 Դա ասի ու թորվան հավի է։ Չէ 267 էջ հա երկրորդ գլուխ 5-8 ամանն է ցեզ մե ամեն մեկը Փիլիպեցիս երկրորդ գլուխ No, Փիլիպեցիս երկրորդ գլուխ այո Ձեզմե ամեն մեկը Կարդա լավով որ գուզե թողը Ձեզմե ամեն մեկը նույն միտքը թող ունենա, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծո գերբարանքը ունենալով ապշագություն մոչը սեվեց Աստծո հավասարը լալած, հաբա հանց ունայնացուց ծարայի գերբարանք առնելով, մարդոց նման լալով և մարդու գերբարանքով։ Ճիշտ է։ Այո մինչև 8 այո Ինձին խոնարեցուց մինչև իսկ մեռնելու հոժարեցավ ու այն օր խաչի մահվա։ Ասոր համար Աստված ալզանիգա խիստ հարսացուց ու անոր անուն մտվավ, որ ամեն անուն է վեր է։ Որբեսի Հիսուսին անունին ձնարդրեն երկնավորներն ու երկրավորները ու սանտրամերդիականները, ամեն լեզու թավանի թե Հիսուս Քրիստոս Տեր է, որ Աստծո փառքին համար։ Այո շնորհակալ եմ Ուրեմն Հիսուս հավասար էր Աստծո ով որ Աստված էր ոչ միայն մարդկային մարմին ընդունեց, այլ դարձավ ծառա, այսինքն ծառայության մարմին ընդունեց։ Եվ զոհաբերեց ինքիրեն մեր մեղքերուն համար, անիկա մեզի համար անեծք եղավ գսե։ Որբեսի մեր փրկիչը դառնա եւ այդ կպահանջե, որ անիկա անեծք կլա մեզի համար։ Ինչպես կրնանք ընկալել այս խոսքերուն իմաստը։ Նույնիսկ ավել ինչպես կրնանք կատարել այն, ինչ կհորդորե սուրբ քրություններ ունենալ նույն պատրաստակամությունը խոնարհվելու եւ զոհաբերելու մեզ հանուն ուրիշներու փառարության։ Դժվար է ուրիշին համար թուն քեզի պիտի զոհես։ Երբեմն բզդիկ բաներու մեջ կզոհվինք, բայց մարդիկ ագան որ շատ մեծ բաներ զոհած են Հիսուսի անվան համար, որովհետեւ ավետարանը կրնանք հարոզել անոնց ովքեր որ չեն տեսած, չեն գիտած։ Ուրեմն հարցը ասե որ միայն ձունգի քալով եւ
Աստված աղոթել են ավելի ինչ կնամ ես անել։ Ինչ կնամ, ինչ կորց կնամ անել Աստծո համար, որ կնամ Աստծո անունը բարձրացնել։ Եթե մեկը գսե գգարձե թե փամը գիտե, անփամը չի գիտեր դեռ, ինչպես որ պետք է գիտնա, գսե Գորընթացիս 8:2։ Ինչ կնշանակե։ Պողոս հաճախ կատարանա Քրիստոսի զարմանալի խոնարհությանը։ Մենք կխորենք, որ մենք շատ խոնար ենք, լավ մարդիկ ենք, բարի ենք, մինչև որ անցյալ շաբաթ ասի, մինչև որ ոտքիդ վրան ջզմվի, ոտքը ջզմվի, այնադեն հայտնի գլա թե ներսդ ինչ կա։ Մինչև որ նեղության մեջ ինաս, այնադեն մեջտեղ ելես, որ ինչ էսակ մեգնես։ Երեք դղայս հետ կխոսեինք, ասա որ երբ որ նարինջ մարնես, եւ այդ նարինջը ջզմես, ինչ կելլե։ Նարինջի ճուր գելլե, նարինջի հյութը գելլե, լեմոնի հետ գելլե։ Ինչ որ ես, ադի գելլես։ Ուրեմն ինչ պետք է տնենք մեր մեջը, Քրիստոսի սերը, որ երբ որ մենք նեղության մեջ ինանք, այս սերը դուրս ելնե։ Ոչ թե հայրական բառեր, ոչ թե անեծքներ, հա շատ լավն եմ, շատ բարի եմ, երբ որ հանգիստ եմ, փամը չի գա, բայց երբ որ նեղության մեջ ինգա գսկսեմ անիծելու ասորանոր։ Չէ, ադիգա քրիստոնեություն չեղավ։ Երբ որ նեղության մեջ կինաս, այնտենը զոհաբերություն, երբ որ թրամիտ կտպնվի, պետք ունիս մեգումը օգտակարը լալու, եւ պետք է քիչ մկրբանետ հանես։ Այնադենը հայտնի գլա, գտնես թե գսես աման ինչ կուզել լայ, ասիկա ես սրերեմ, իմս է։ Հռոմայացիս 8:3 Սարգիսը կնա։ Հռոմայացիս 8 211-ն։ Մասզի այն որ օրենքին համար անկարելի է, որովհետև տկարել մարմնով, պատի որդուն դեպելով, մեղանչական մարմնի նմանությամբ ու մեղքի համար և դատապարտեց մեղքը այն մարմնի մեջ։ Չէ միայն 8:3 է, ուրեմն այն որ դգար էր, անգարելի է, գսե օրենքին նայելով անգարելի էր, օրենքը մեզի չի գնար փրկել, օրենքը միայն գցնե որ մենք մեղավոր ենք, օրենքին նայելով անգարելի էր, որովհետև դգար էր մարմնով, Աստված իր որդի ղրգելով մեղանչական մարմնի նմանությամբ ու մեղքի համար եւ թադաբարդեց մեղքը այն մարմնի մեջ։ Հիսուսի մարմնի մեջ մեղքը թադաբարդվեցավ։ Քանի որ մեղքն է որ Հիսուսը խաչը հանեց։ Երբ որ մենք մեղքեն ուզենք ազատվել, այնադեն մեր մեջ Քրիստոսի սերը լման գաբրի։ Մեր ուղեղի մեջ չի դեղավորամի թե ինչպես կնար անսահմանն ու հավերժականը, որ Հիսուս էր, անսահման եւ հավերժական, հանգարց դարձավ սահմանափակ վախճան ունեցող մարդ։ Եվ ենթարկվեցավ մահվան։ Չեն կնար հասկանալ։ Պետքա չունենք աչափ հասնել, միայն պետք է հավատքով ընդունենք։ Փիլիպպեցիս 2:6-ը գսե որ Աստծո գերբարանքներով հապշտակություն չսե, բայց Աստծո հավասարը լալը։ Չսա որ ամա չէ, ես իմ աստվածությունից չեմ ցկեր։ Մարդը ինչ կուզել է, երթա մանուկա կփչացնեմ, ուրիշ նորը գշտեմ, չէ, ինչու համար երավ, քանի որ սիրեց։ Քու զավակը երբ որ գսիրես, ամեն բան գնես։ Քիշենա չես կնանա, տրամը դա գծախսես, այրունդալ գուդաս պետք է լանես, իհագե։ Ամեն բան գնես քու զավակիդ համար։ Ուրեմն քանի համաները սերդենք, որ Աստծո բնությունը ունենալով, բնություն բառը կվերապերի անոր աստվածային բնությանը, որ Հիսուս հավասար է Աստծո, հորը հավասար է։ Ասիկա կարևոր է։ Վերջերս շատ կլսենք, որ կան դեղեր, որ Հիսուսը ավելի կուզեն ցած ցնել։ Ոչ, Աստծո հավասար էր։ Հայրը եւ որդին հավասար էին։ Ինքը իրեն ունենացուց, այսինքն աստվածային արություն հրաժարվեցավ եւ ինքը իրեն ունենացնելու խորհրդավոր բնույթը, որովհետեւ գրնար դառնալ իսկապես մարդ եւ փորձվել այնպես, ինչ որ մենք կփորձվենք, փորձվելու համար։ Սարան գրծավ իրենա փորձել, բայց չինգավ, ծուղակը չինգավ։ Եթե մենք Սուրբ Հոգիով լեցված ենք, մենք ծուղակը պետք չէ ինանք։ Երրորդ կսե ինքը իրեն խոնարեցուց։ Ուրեմն նախ ունայնացուց, ինքը ոչնչացուց, այսինքն, երկրորդը ինքը խոնարեցուց։ Հիսուսը համապարփակ քերուշխանությունեն անցավ լիագադար ծառայության։ Ինչը որ հագարակ էր Արուսյագին բնավորությանը։ Գիտեք, Արուսյագը որ հրեշտակ մներ ստեղծված ինքը բարձացուց,
Բայց Հիսուս ինքը որ Աստված էր, ինքը խոնարեցուց։ Վերջը գսեմ մահ, այն էլ խաչին մահվանը, չկար ավելի խայդարակ մահ, քան թե այն, որ ընտրեց Հիսուսը, նախապես ծրագրով այն հորը հետ խաղաղության խորհրդին մեջ։ Սկիզբեն իրար հետ խորհրդակցեցան, որ ինչ պիտի լինեն, որ աստմարտությունը գնան փրկել սատանայի ցերքեն։ Եվ գսե, որովհետև Աստված անոր, որ մեղ չէր ճաշտար, մեզի համար մեղավոր era, որովհետև մենք անոր հետ Աստծո արդարներ ալանք։ Տեղերը փոխվեցան։ Մենք որ մեղավոր էինք, եղանք անմեղ, քանի որ Քրիստոս որ անմեղ էր, եղավ մեղավոր։ Ուրեմն վերջացնելու համար պիտի կարդամ քանի խոսքերս։ Այն ողջ հայրական սերը, որ սերունդներեն փոխանցված էր մարդկային սրդերու միջոցով, բոլոր նուրբ զգացմունքները, որոնք բացված էին մարդկանց հոգիներում, ընդամենը մեկ փոքր արվագ են Աստծո անսահման, անսպար սիրո անձայրազիր օվկիանոսին համեմատ։ Լեզուն չի գնար արտահայտել այն, ինչ որ եւ ոչ էլ քրիչը գնա պատկերել այն։ Դուք կրնակ խորիլ անոր մասին ձեր կյանքի բոլոր օրերուն մեջ, կրնակ ճանասիրապար ուսումնասիրել Սուրբ Գիրքը այն հասկանալու համար, կրնակ օգտագործել Աստծո կողմից ձեզի դրված բոլոր ուժերը եւ կարողությունները, փորձելով ընկալել երկնային հորսերը եւ գարեկցանքը եւ այնուամենայնիվ այդքե անգամ թերևս անսահմանությունը կբացվի ձեր առջև։ Որչափ չանանք, մենք ունենք մեկ հավիտենականություն մանիգա սորվելու։ Հավիտենականության մեջ դեռ ավելի պիտի հասկանանք։ Դուք կրնակ թարերով ուսումնասիրել այդ սերը, բայց երբեք չեք կրնար ամբողջովին ընկալել Աստծո սիրո երկարությունը եւ լայնությունը, խորությունը եւ բարձրությունը, այն սերը, որ արտահայտված է իր որդին աշխարհ գալով, զոհաբերվելով պատրաստակամությամբ։ Երբ մենք կսորվենք այնպես, ինչպես Մովսեսը Քրիստոսի դպրոցում, ինչ պետք է սորվենք, հբարդանալ, վեհ ուրջացված կարծիք ունենալ մեր մասին։ Իհարկե ոչ, որքան շատ կսորվենք այս դպրոցին մեջ, այնքան ավելի առաջ կերտանք հեզությամբ եւ մտքի խոնարհությամբ։ Մենք պետք չէ մտածենք, որ արդեն սորված ենք, ամենը ինչին արժանի ենք իմանալու։ Մենք պետք է լավագույնս օգտագործենք այն տաղանդները, որ Աստված տված է մեզի, որովհետեւ երբ մահկանացու էյութենեն անմահության փոխվենք, չթողնենք այն, ինչ ցերկ բերած ենք, այլ մեզի հետ տանենք մյուս կողմը, այսինքն սերը եւ հավատքը։ Հավերժության անվերջ տարերու ընթացքում Քրիստոս եւ անոր փրկական կորձը մեր ուսումնասիրության թեման պետք է ալա։ Էլեն Ուայթ Թերակիներ 1885 թիվին արդեն մեզի գրված է հրամե։ Հիսուս մեղավոր չեղավ։ Հիսուս մեր մեղքը իր վրա առավ, իր սուրբ արյունով մաքրելով։ Այո, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, սերվենք հաջորդ շաբաթվա դասը, եթե գրնանք, ջրակ, որ գուսավոր է մտության մեջ։ Ասե բիդլա մեր մյուս շաբաթվա դասը, դեր օրհնե, մինչև հաջորդ հանդիպում։